Նիկոլ Փաշինյան, խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Նազարյան, երեք հանձնաժողովում էլ մենք այս թեմայով խոսեցինք եւ անձամբ իմ վերաբերմունքը այս համաձայնագրի նկատմամբ մեծապես կախված է մի հարցի պարզաբանումից։ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին ասաց, որ էլեկտրաէներգիայի սակագների փոխհատուցման կամ սակագների բեռի բարձրացման ժամանակավոր ծանրությունը իր վրա կվերցնի կառավարությունը եւ ասաց մեջբերում եմ անում անշուշտ մենք ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չենք դիպչի, այլ գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից։ Հիմա ինչ հարց է ծագում, հարցը կամ ինչու է հարց ծագում, հարցը ծագում է նրա համար, որովհետև այս վարկային համաձայնագիրը ըստ էության վերաբերվում է անվտանգության հետագա ամրապնդման ոլորտին։ Եվ այստեղ հարցը հետևյալն է, դուք որպես ոլորտի պատասխանատուներից մեկը կարող եք մեզ ասել, թե ինչ միջոցների մասին է խոսում Սերժ Սարգսյանը, այսինքն անվտանգության այդ ինչ միջոցներ են, այդ ինչ անվտանգության հետագա ամրապնդման միջոցներ են, որը մենք հիմա պետք է ուղղենք ըստ էության Հայաստանի էներգետիկ ցանցերի ֆինանսական առողջացմանը։ Եվ ինչ է ստացվում, եթե մենք այդ միջոցները վերցնում ենք, հիմա մենք այդ անվտանգության ամրապնդման հետագա միջոցներից, այսինքն հրաժարվում ենք, ինչ է լինելու այդ անվտանգության ամրապնդման հետագա միջոցները, թե մենք ուղղակի այդ անվտանգության ամրապնդման համար նախատեսված միջոցները ուղղում ենք Հայաստանի էներգետիկ ցանցերին, իսկ անվտանգության միջոցները ֆինանսավորելու համար վարկ ենք վերցնում տոկոսով փող Ռուսաստանից։ Այսինքն այս հարցերը դուք հանձնաժողովի նիստում էլ ասում եք, որ այսպիսի ասեկոսներ կան, բայց դրանք ասեկոսներ չեն, դրանք ընդամենը պաշտոնական հաղորդագրություններում առկա ինֆորմացիաների համադրման մասին է խոսքը։ Այսինքն անկախ նրանից, թե որքանով է ձեր լիազորությունների մեջ մտնում, այս հարցը կոնկրետ պարզաբանման կարիք ունի եւ կարծում եմ, որ կառավարությունը, եթե ոչ դուք, գոնե կառավարությունը, գոնե իշխանությունը պետք է այդ հարցը պատշաճ ձևով լուսաբանի, մեկնաբանի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Պարոն Փաշինյան, ինչպես նշեցիք, երեք մենք այս թեմայով էլի խոսել ենք, ես ուղղակի ձեզ կարող եմ ասել հետեւյալը, որ ես չեմ կարող ինձ իրավունք վերապահել մեկնաբանելու Գերագույն գլխավոր հրամանատարին, պարզապես կարող եմ մի բանում հավաստիացնել, ես նշեցի նորից մեկ անգամ եւս կրկնվեմ, որ բացառվում է, որպեսզի նշված վարկային գումարները եւ ավելացնեմ, բացառվում է նաեւ պաշտպանության նախարարության բյուջեով նախատեսված միջոցներից որևիցե լումա, որպեսզի ուղղվի այն նպատակների համար, որ դուք նշեցիք։ Այսքանը կարող եմ պատասխանել ձեր հարցին։ Արձագանքի համար Նիկոլ Փաշինյան։ Պարոն Նազարյան, ես հասկանում եմ ձեր դիրքորոշումը չմեկնաբանելու, բայց դրանից դա չի նշանակում, թե հարցը դուրս եկավ, որովհետև եթե ասվում է, որ անվտանգության միջոցներից մենք ինչ-որ միջոցներից գումար ենք վերցնելու կամ ինչ-որ ռեսուրսներ ենք վերցնելու, ես որպես ազգային ժողովի պատգամավոր եւ հանրությունը իրավունք ունի իմանալ, թե դա ինչ հետագա ազդեցություն է ունենալու մեր պետական անվտանգության վրա, որովհետեւ դուք եք նշում այդ տեքստում Սերժ Սարգսյանն էլ է նշել, որ չնայած մեր անվտանգության հարցերը տենց մեզ համար գոհացուցիչ չափով լուծված չեն, բայց հիմա ստացվում է, որ մենք միջոցներ ենք վերցնում։ Եթե կուզեք, այս հարցը ես հնչեցնում եմ ազգային ժողովի ամբիոնից, դուք արդեն ասացիք, որ չեք մեկնաբանի, ով որ կարող է մեկնաբանել, թող մեկնաբանի, որովհետև ասում եմ, իմ վերաբերմունքը վարկային համաձայնագրից մեծապես սկզբունքորեն կախված է այս նրբության պարզաբանումից։ Շնորհակալություն։